Օհանյանցյանը, խորհրդի անդամ։ Տիաննա ջան, այստեղ մի խումբ արցախցիներ են հավաքված, որոնց իրավական իրավունքն է խախտվում, սոցիալական խնդիրների առաջ են կանգնած արցախցիները։ Ձեր կարծիքով պետությունը իր առջև դրված խնդիրները լիարժեք կատարում է։ Միանշանակ ոչ, հենց սա է պատճառը, որ հավաքվել ենք այստեղ։ Արցախցիները կանգնած են բազմաթիվ խնդիրների առջև, որոնք մենք այսօր փորձում ենք բարձրաձայնել եւ փորձում ենք ստանալ պատասխան։ Անդրադառնալով գերիների թեմային, ի վերջո մեր հայ ռազմագերիները իշխանությունը ինչ քայլեր կանի նրանց հետ բերելու համար։ Իշխանության անգործության պատճառով մենք նաև այս հարցն ենք առաջ քաշում այսօր եւ հուսով ենք, որ ինչ որ բան կկատարվի, մեր ձայնը լսելի կդառնա, բայց ինչ են կատարվում իջև հիմա ոչ մի բան փաստորեն չի կատարվում եւ մենք ակնկալում ենք, որ ինչ որ բան կլինի։ Իսկ արցախցիները ի վերջո հետ կգնան Արցախ։ Միանշանակ հետ։ Ում միջոցով։ Մեր միջոցով, հայ ժողովրդի միջոցով, հայ ժողովրդի պայքարի միջոցով։ Ստահում եք Փաշինյանի իշխանությանը։ Միանշանակ ոչ։ Իսկ որքանով է իրատեսական այն հանգամանքը, որ առաջիկայում հնարավոր է տեղի ունենալ արտահերթ ընտրություններ, ժողովուրդը կրկին դուրս գան փողոց, պահանջեն նոր ուժի միգուցե եւ այս միջոցով վերջ տան Փաշինյանի իշխանությանը։ Նայեք, մենք քաղաքական, ներկուսակցական պայքարի միանշանակ չենք մասնակցում։ Այս հավաքը դրան չի ուղված, մենք այդպիսի պահանջներ չենք դրել մեր առջև։ Իհարկե, դա մեր սրտի ցանկությունն է, բայց մենք չենք խառնվում դրան, մեր հարցերը իրավական են եւ մենք պահանջում ենք կոնկրետ լուծումներ, այս հարցին պատասխանը մենք չենք կարող տալ հիմա։ Հատկապես ինչպիսի իրավական խնդիրներ ունեն այս պահին արցախցիները։ Բազմաթիվ կապված հավաքական վերադարձի հետ, որ ոչ մի քայլ չի արվում, կապված բնակարանների ձեռքբերման հետ, կապված գերիների խոշտանգումների հետ, որոնք ոչ մի հարց չի բարձրացվում ՀՀ իշխանության կողմից։ Բազմաթիվ են խնդիրները, շատ են, եւ այսօր մենք այդ խնդիրների գոնե մի մասը կփորձենք բարձրաձայնել եւ ակնկալում ենք այդ խնդիրների լուծմանը։ Հասակի մեջ եմ, ունուարի մեկը 28 ինչ եմ ուզում ասեմ, միշտ էլ միտինգների մասնակցել եմ, մնդիցս մորացել եմ, Նիկոլը գլխակը դրել եմ գլխիս, ես նրա հավատացի որպես մարդ, բայց նա մարդ չի, իդիոտ, վշեղ ժուլիկ, գող ավազակ, նրա պիտի բրդեք, ես պատրաստ եմ նա խպելու, իմը եմ խպելու, կակս դնել նա խպեմ, jau, էտ նեգոտ դիլի մեզի պիտի հերանա այցունից, դրա մեջ այցուն չկա, նա ոնցա լեզուն գալիս ասի Ադրբեջանը, պիտի դերկանի Ղարաբաղ։ Որտեղից եք տեղահանվել։ Ղարաբաղ, Մարտակերտ, Հաթերգյուղ, ամանից մեծ յուղնա, տոնա, տեղա, մաշինա, սաղ մնացել է դեղ։ Ես Բաքվից եմ եկեք 88 թվին մի ամիս լեհնականում ящիկներ դակաղները մեխե ստից թողտակ կպցրեց նայա հորոսը չի օգնե սա հորոսի խաղա մեր գլուխն են բերի չարգեք հեռացիք մորացիք չեք գնակ Դա չեն տալիս, մենք ինչ անենք, ոնց անենք, հիմա այդ հարցի պատասխանը պիտի տանջը։
Բայց դասում են 3 միլիոն փոխհատուցումով։ Էդի չի ստացում, ցավը տանեմ, ես 40 տարեկան, ի վիճակի չեմ, պետությունը ինձ չի վերցնում, որ ես վարկ վերցնեմ, դնեմ, վրեմ վերցնեմ, 2 աղջիկ ունեմ, ամուսնացրել եմ, հիմա մի տղա է, ես 9 միլիոնով ինչ անեմ, պապաս է, ես եւ տղաս, կբացատրես, որտեղ գա, չէ, չեմ ստանա, ես Հայաստանցի քաղաքացի չեմ վերցել, ես միջև կյանքիս վերջը, մարդ որ մահանում է Աստծո կանչում եւ ես Ղարաբաղ կկանչում կմահանամ, ես իմ տունս իմ տեղս եմ ուզում, с меня хватит ուռուցի նազած չլինի, թող մեզ մի բան անեն, թող ուղարկեն եթե չեն կարում, մարդը մեղք է, մեզանից բետարել կա, ինանք չեմ մտածում, մարդ կա, ի վիճակի չէ, եսի վիճակ չի, եսի վիճակ չի, ասում եմ, Աբովյան աշխատանք չկա 2000-3000 են տալիս, գալիս ասում Հայաստան 8000 դրամ են տալիս, բայց ինչ վիճակում ես ասում դու, կասե, կոտոր հատված, ջարդված, 250,000-ից պակաս տուն չկա Աբովյան, 250,000-ի, Արցախ որ հատվածում եք մնացել։ Սեպանակետ հենց կալցևոյից, հենց կալցևոյից 8 տարի աշխատել եմ մանկապարտեզում, կալցևոյի, կոլեկտիվում, բոլորը Մանկապարտեզում հնարավոր չի աշխատանքի տեղավորվել։ չեմ վերցնում, ես խոհարար եմ աշխատել, ասում եմ պիտի սերտիֆիկատ լինի, չեմ վերցնում։ Վաճառաբանությունից սերտիֆիկատ Չէ, պիտի կրթվես հետո, հետո քաղաքացիությունը։ Հա, խոհարարի, այո։ Աբովյանի մանկապարտեզները։ Աբովյան չլինի գյուղարանքը դիմել եմ գրածա, ոչ մի տեղից բան չկա։ Ուղարկում են ռեստորաններ, բան։ Վերապատրաստման դասընթացների։ Այո։ Անվճար վերապատրաստման դասընթացների չեն ուղարկում հետո տեղավորվում։ Չէ, 40 տարեկան ով կուղարկե։ Ասում են կզանգեն, բայց այդպես էլ չեն զանգում։ Դաժե հավաքարար ու տեղ չեն վերցնում կրթված մարդից։ Հիմա բացատրին, մենք 40 տարեկան եմ, ես գոյությունս կպահեմ, բայց մարդ կա, այդ էլ չկարողանի։ Ոնց անենք, ինչ անենք։ Լավ, պարոն Փաշինյան, մեղքը եք լի, մեղքը եք։ Այս վիճակ չի։ Հենց պակերից չենք եկել, տուն ա եղել, տեղ ա եղել, գոնե մին օթաղի փոխհատուցում դուր մարդիկ ապրեն, էդ ենք ուզում, եթե Ղարաբաղը չկա լիա փոխհատուցում տող, եթե Ղարաբաղ հնարավորություն կա, ես առաջինն եմ, որ լինելու ենտեղ լինեմ, դե ասում եմ Երանի բլագադայի վաղտը, ես խնդրում է պահանջում ենք, Սարգսյան ասում եմ, Ինչա ձեր պահանջը հիմնական։ Հիման իմ պահանջը հիմնական 50-ն չկտրեն, մեղք են, ուղղակի էդ, միջև տուն տալը, թա լինի գյուղում, թա որտեղ լինի չգիտեմ, թող տուն տան, ցավը տանեմ, մի օթաղ եկել, մի օթաղ տան, երկուսն ա եկել, երկուս տան, երեք տան, ոչ իմ բան չեմ ստացել, ասմա անչափահաս երեխաներն ա, հասկանում եմ, ես բան չունեմ ասելու, մենք մաղավոր ենք, որ մեր երեխեքով մեծացել են, ինչի առաջը կաղնեցնում է, ինչի առաջ, ուղղակի պարոն Փաշինյանից ես խնդրում եմ, մեզ այս հարցի լուծումը տա, մեղք է։ Կոնկրետ որ հարցի լուծումը, բնակարանների թե։ Բնակարանների, միջը բնակարան տալը 50-ների հարցը լուծի, մեղք է, մարդը ի վիճակի չեն տալի, ես մենակ չեմ, ի վիճակի չեմ տալի, այդքան մի բան, գոնե 50-ն տա միջանա սերտիֆիկատա, ինչա այդ հարցը լուծեն տան, այսպիսի բան չլինի։ Շնորհակալություն։